Վատ, շատ վատ, ահավոր, աբսուրդ։ Ածականի գերադրական աստիճանով են նկարագրում մարդիկ ոսկու գնի բարձրացումը։ Վերջին շրջանում ոսկու գինը թանկացել է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային շուկաներում։ Ես հիմա գտնվում եմ Երևանի ոսկու շուկայում։ Փորձենք պարզել, ինչպես է ազդել ոսկու գնի թանկացումը գնորդների և վաճառողների վրա։ Առաջնահերթ ուզում եմ մի հատ տեղեկացնեմ մեր հասարակությանը, որ ոսկու բարձրացումը դա Հայաստանի հետ կապ չունի, Հայաստանը չի թելադրում, դա միջազգային բիրժայի հետ կապ ունի, գնորդները շատ են քչացել։ Եվ ոչ միայն կես չափով, ես կարող եմ ասել, որ 70-ից 80% գնորդների քանակը շատ է նվազել։ Մարդկանց համար դժվար է գնել, թեկուզ ամանորյա փոքր նվերը արդեն պետքա կրկնակի վճարեն։ Մարդիկ էլ ովքեր որ գումար ունեն, իհարկե գնում են։ Հիմնական ձեռքբերումները իրանց գումարի տեսքով չեն պահում։ Հաճախորդներն էլ, որոնք որ գալիս էին մի փոքր նվեր, ասենք հարսանիքի կամ ծննդյան կնունքի առիթներով գնելու, այս տարի միշտ լսում ենք այդ խնդիրը, որ ավելի լավ է գումարը նվերի տեսքով տանք, քան թե ոսկի։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ ոսկու թանկացման հիմնական պատճառները 3-ն են։ Առաջինը գլոբալ անորոշությունն է, տնտեսական պատերազմները, միջազգային պատժամիջոցները և աշխարհաքաղաքական լարվածությունը ներդրողներին ստիպում են նախընտրել առավել կայուն ակտիվներ, ինչպիսին է ոսկին, ինչի հետևանքով էլ գները բարձրանում են։ Երկրորդ պատճառը, որը նպաստել է ոսկու թանկացմանը, դա միջազգային պատժամիջոցներն են, որոնք կիրառվեցին եւ կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Արևմուտքը օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական ակտիվները մոտ 200 միլիարդ դոլարի գտնվում են իրենց տրամադրության տակ, փորձում են դրանը նաև ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մասնավորապես Եվրոպա մոտ 200 միլիարդ դոլարի չափով ակտիվներ է այսպես սառեցրել, հիմա խոսքը գնում է արդեն դրանք այսպես յուրացնելու։ Երրորդ պատճառը ժամանակակից արտադրության մեջ ազնիվ և հազվագյուտ մետաղների լայն կիրառումն է, ինչը մեծացնում է ոսկու պահանջարկը։ Եվս մի գործոն կայանում է նրանում, որ ներկայումս ժամանակակից տեխնոլոգիաների մեջ մեծ քանակությամբ ազնիվ մետաղներ կամ հազվագյուտ մետաղներ են օգտագործում և դա նույնպես պահանջարկ է ստեղծում ոսկու նկատմամբ։ Պարսյանը ընդգծում է, որ ոսկու գինը որոշվում է բացառապես համաշխարհային շուկայում և չի ձևավորվում առանձին երկրների ներսում, այդ թվում Հայաստանում։ Ոսկու թանկացումը ըստ տնտեսագետի զգալի ազդեցություն է թողել նաև Հայաստանի տնտեսության վրա, հատկապես ոսկերչության ոլորտում։ Օրինակ ոսկերչական արտադրանքը անցած տարվա համեմատ թանկացել է մոտ 37%-ով։ Սա եւս վկայում է այն բանի մասին, որ օրինակ ոսկու թանկացումը ինչպես է ազդում հայաստանյան մի ճյուղի վրա, եւ դա էլ իր հերթին ազդում է բնականաբար տասնյակ կազմակերպությունների կամ հազարավոր աշխատողների վրա։ Իսկ ինչպես պահպանել եկամուտները նման պայմաններում։ Տնտեսագետի կարծիքով լավագույն լուծումը խնայողությունների դիվերսիֆիկացումն է։ Մենք պետք է հասկանանք, որ բոլոր ձվերը մեկ զամբյուղում չպետք է դնենք։ Եթե ունեք գումար, պետք է այդ գումարները բաշխեք տարբեր ակտիվներում։ Ոսկի, անշարժ գույք, ավանդ, պարտատոմս, թեկուզ բիթքոին կամ այլ թվային ակտիվ կամ կրիպտո ակտիվ, որքան շատ է դիվերսիֆիկացված ձեր ներդրումները, ձեր ակտիվները, այնքան ռիսկը քիչ է, որ դուք կկորցնեք ձեր ունեցածը միանգամից։ Ըստ տնտեսագետի այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է տնտեսական անորոշությունն ու պատժամիջոցների մթնոլորտը։ Ի դեպ, Կենտրոնական բանկի վերջին տվյալներով Հայաստանում 999 հարգի ոսկու 1 գրամի արժեքը 53346 դրամ է, իսկ 585 հարգինը 31118։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, Սամվել Իսրայելյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։